Բարև աղբեջ։ Բարև աղբեջ։ Բեր գեղեցկուջան։ Բարև ձեզ։ Բարով եք եկեք Վարկալեմ գեղեցկուջան։ Շարունակվում է ԲՀԿ առաջնորդի քարոզարշավը Տավուշում։ Սահմանապահայց մարզում տասնամյակների հսկայածավալ աջակցության շնորհիվ Գագիկ Ծառուկյանը մշտապես սպասված է։ Այս անգամ հերթը նոյեմբերյանինն է։ Իրեն ջերմությամբ ընդունող բնակիչներին Գագիկ Ծառուկյանը երաշխավորված խաղաղություն, բարգավաճ ու բարեկեցիկ կյանք է խոստանում։ Այս երկում ծնվել եմ, այս երկում մեծացել եմ, կայացել եմ, քանդածը վերցել եմ, կառուցել եմ, ինչ ոլորտի ձեռեմ տվեց, ծաղկացել եմ, տասնյակ հազար աշխատատեղեր ստեղծել եմ։ Հիմա իմ ուզածը, որ հնարավորություն տակ, որ ճիշտ որոշումներ կայացնենք, ոչ այսօր պաշտոնի կարիք ունենք, ոչ գումարի, ոչ ճանաչման։ Ուզում եմ իմ երեխեն, ձեր երեխեքը ապով երկրում ապրեն։ Սահմանամերձ նոյեմբերյանցիներին առաջինը հետաքրքրում է անվտանգության հարցը։ Մեկը որդուն է կորցրել, մյուսի համար անհայտ է գերության մեջ գտնվող հարազատի ճակատագիրը։ Միշտ ձեր խոսքը գործ է, հույս ունենք, որ անհետ կորածների հարց։ Բոլոր հարցերը, ես նորից եմ ասում, դա մեր պատվի խնդիրն է։ Եթե ծնողը սպասում է անհամբեր, ամեն մարդ պետք է դա հասկանա, գիտակցի, նա չի քնում, չխկոց, զանգ, սիրտը կայնում է, մարդը լիարժեք։ Չլուծվող խնդիր չկա աշխարհում, չկա տես բան։ Հարկավոր է հետևել, զբաղվել, կազմակերպել։ Կարգ կա նոր զոհված ծնողների երեխաների համար, մեկ էլ նախկին զոհված ծնողների երեխաների համար։ Բանջու մեկին 10 միլիոն, 20 միլիոն փոխանա տալի, մեկին 10 դրամ են տալի։ Որոշողի ես եմ։ Չէ, դուք չեք։ Երբ որ հնարավորություն տան որոշելու, ասում ենք արդարացի ու ճիշտ որոշումներ կայացնենք, որ ամեն մարդ կզգա, որ դա իրան է վերաբերում, իր ընտանիքին, իր ոլորտին։ Պատերազմի բովով անցած բնակիչներից մեկը, որը կռվից հետո էլ սահմանն է պահել, հիասթափված է, ցածր գումարով ապրել այլևս չի կարողանում։ Պարոն Ծառուկյան, ոստավիկ ենք, հապանեմ ծառայ, ոստեմ պահում, երկրապահում կամավորական ջոկատում։ Հիմա համ դահակ ունենք, համ 10,200 դրամեր օրը, հիմա սարկեցին 8,000 դրամ։ Հետնել դրանից մի 90,000 պահում են, տակը մնում է 100,000-7,000 դրամ։ Մի ամիս պոստ եմ կանգնում առաջնագից 100,000-7,000 դրամ էլ չեմ գնում։ Ասում են բարձրացել են գումարները, մեծ գումարներ են տալի։ Այն մարդիկ, ովքեր մեն հաց տունը պահեն, ովքեր փորձ ունեն, պարապած են, կրակել գիտեն, տեղեկացված են, մասնակցել են պատերազմին, թող բարձր գումար նշանակեն, մարդիկ գնան եւ իրենք աշխատեն եւ սահմանը պահեն։ Ոչ թե 18 տարեկան անմեղ երեխաների սահմանները, որ զենք բռնել չգիտի ոնց պաշտպանի։ Իրոք մարդու սիրտը պետք է ցավա։ Ավելի լավ 10,000 պայմանագրային ծառայող լինի, քան թե 30-40,000 անփորձ երիտասարդ։ Պետք է հնարավորություն ստեղծվի, որ սահմանամերձ մարզի բնակիչը կարողանա արժանապատվորեն պահել թե սահմանը, թե իր տունը, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Վարդենիսում կառուցելով սառնարանային տնտեսություն ցանկացել է, որ մարդը մնա իր հողում, ունենա վաղվա օրվա հավատ։ Վարդենիսում խոսում էին, եկել են սարիվանացնել են, ժողովուրդը ուզում էր գնալ, ներդրում են կարել, որ եթե Ծառուկյան ներդրում արի, ուրեմն ամեն ինչ նորմալ է, չենք հանձնել։ Այսօր ոչ մեկը օգնություն չի ուզում։ Բոլորն էլ հպարտ, մարդիկ են, աշխատանք են ուզում, հնարավորություն են ուզում։ Գագիկ Ծառուկյանն անդրադառնում է ժողովրդի վարկային բեռին, կուտակված տուժտուգանքներին, որ ընկած է գրեթե յուրաքանչյուրի ուսերին։ Վարկային համաներում անհրաժեշտություն է համարում։ Տուժտուգանքները կուտակվեն, նայում ես ես իմ 2,000, 3,000, 7,000, եղբայր, պետք է դա ջնջվի, ժողովրդին պետք է շունչ տաս, կյանք տաս, հույս տաս, մի հատ էլ պետք է համաներում լինի։ Այսօր ասենք ոնց որ կալանավորների քաղաք լինի, եղբայր ջան, սաղ, բերդերը լիքը տեղ չկա, տները կալանավորված, մի հատ ժողովրդին հնարավորություն ենք տալի, վերազգային վերածնունդից առաջի քայլն է լինելու։ Ուշադրության առանցքում նաև տաքսու վարորդներն են։ Գագիկ Ծառուկյանի պնդմամբ անարդար է, երբ օրական 15-ից 18 ժամ ղեկին անցկացնող վարորդի եւ տնից աշխատանքի գնացող քաղաքացու համար գործում են նույն բալային շեմը։ Անթույլատրելի է նաև վարորդական վկայականի համար մարդուն դատելը։ Վարորդական իրավունքի համար տարեկան 50-55,000 մարդ դատվածություն է ստանում, այդ քուցավը տանեմ լավ, դրա համար կարելի է, որ մարդը ուրա գալիս է որպես հանցագործ։ Ոնց կարելի է։ Դա պետք է ջնջվի, վերացվի, այդպես բան չի կարելի անել։ Կամ տաքսիստների համար միավորը նույնա քաղաքացու հետ, քաղաքացին գնում գործի է գալի, բայց տաքսիստ առողջիկում քշում է, մարդը ավարտած, դիպլոմով, բայց իր տունը պահելու համար տաքսիա քշում, իր երեխու հացը հասցնի։ 13 տուր քաղաքացուն, տաքսիստին տուր 25-30, եթե դա կտրեցիր, վերցեցիր, մարդու տունը ով է պահելու։ Առողջապահության համակարգում հայտարարված պետպատվերը եւս իրեն չի արդարացնում։
Մարդկանց շրջանում համատարած դժգոհություն է։ Պետ պատվերը, այդքան գումար դրվում առողջապահության համար։ Նայեք չի արդարացնում, մարդիկ դժգոհ են։ Մարդիկ հետագրվելուց ասում են մի ամիս հետո արի, մի ամիս հետո ասում են էլ հերթ չկա, կամ գրում ես ասում է պետ պատվերի մեջ է հիվանդություն չկա։ Անայիմ մերը 80 տարեկան կինա 50 տարվա ստաժ ունի, աչքերը հիվանդանոցում եկել են, ասում է հերթագրվի։ Այրումից վերակացել եկել նոյեմբերյան դու առաջնահերթ այդ թոշակառույն ընդունի։ Երևանից մինչև հեռավոր մարզեր սպասեք լավ փոփոխությունների, հայտարարում է Գագիկ Ծառուկյանը։ Եկող տարի կբացվի Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը։ Մեգանախագիծը հսկայական հնարավորություններ է ընձեռելու մեր ժողովրդին։ Ես ուզում եմ, Ժորժան, իմ ժողովուրդը լավ ապրի։ Դրա համար այդքան մտածելով Աստծո կամոք իմ մտքի մեջ մտա, որ գոնե մենք որպես հայ քրիստոնյա ասելու բան ունենք։ Եվ Քրիստոսի արձանը Աստծո կամոք ինք իրան կառուցվում է ամենահզոր, ամենակարող, ամենագեղեցիկը լույսով հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դուք պետք է սպասեք նոր փոփոխությունների, ես եմ ասում, լավ փոփոխությունների, որ բոլորն էլ փող են աշխատելու, որ բոլորն էլ գործ են ունենալու, որ բոլորն էլ պետք է հիմնեն փոքր ու միջին բիզնես։ Հիմա կողքնել Նոյան տապանն եմ կառուցում։ Մարդը սիրելով իր հայրենիքի ժողովրդին պետք է գործ կատարած լինի, որ ժողովուրդը դրանով հպարտանա։ Նոյեմբերյանում դուք ունեք մի ահռելի բանակ, որոնք ձեզ շատ վստահում եւ շատ սիրում են եւ հավատում են ձեր բոլոր խոսքերին ու ձեր ծրագրերին։ Նոյեմբերյանցիները հաջողություն ու հաղթանակ են մաղթում Գագիկ Ծառուկյանին եւ նրա թիմին առաջիկա ընտրություններում։ Վստահ որ հաղթանակը տոնելու են միասին։ Իր հերթին ԲՀԿ ղեկավարը խոստանում է, բարեփոխումները օր-օր են զգալու։ Հարգանքներս շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Մենք բանակի վետերան են, դավերնես, պարոն Ծառուկյան, համար 7։ Ուրեմն Ժորժան, շնորհակալ եմ։ Բոլորի աշկերի մեջ սպասելիք կա։ Կլինի թե չլինի։ Պատրաստ եմ, թիմն էլ ունեմ, ծրագիրն ունեմ, կապերն էլ ունեմ, հնարավորություն ունեմ։ Մեր երկիրը զարգացնելու, ծաղկացնելու, մեր ժողովրդին այս վիճակից հանելու։ Չանսիպները միամիտ հարուստացած, դրանցից վտանգավոր չկա, ցավը տան։ Ես դրա համար ձեզ ասում եմ, տվեք, պահանջեք, ինչ ասել եմ, մի բան էլ ավել մենք անելու ենք։ Գտակ ձեր ցավը տանեմ, չեք տալի ձեր ցավը տանեմ։ Էլի ես ձեր Ծառուկյանն եմ, այսքան մի բան։ Ավայ ցավը տանը։ 100%-ով մեր ձայնը քոնն է։ Ես ձեզ այնքան եմ հարգում, Շնորհակալ եմ։ մեռնեմ սրտի։ Ավելի պարտավորված եմ։ Ամեն ինչ արեք Ռուսաստանից չբաժանվեք մենք։ Եք բար հնարավորություն տվեք, ծաղկացնենք, տվեք հնարավորություն։ Դրա համար մեր ձայները ձեզ են Ձեզ ես ցավն տանեմ։ Պարոն Ծառուկյան, հանեք նկարվեք։ Արիա, բերեք։ Ապերատար կանգնած լսում էր միջև վերջացնեք։ Ղարաբաղից ենք տեղափոխվել Հայաստան ու միշտ մեր կողքին ենք եղել։ Շատ գոհ, շնորհակալ եմ։ Շատ եմ երազել ձեզ տեսնել։ Պարոն Ծառուկյան, մենք ձեզ շատ ենք սիրում, կարանք նկարվենք։ Քո ցավը տանե, ոչ ես կար, ախպեջ։ Հունիսի 7-ին ընտրենք համար 7-ին ԲՀԿ ղեկավարը թիմակիցների եւ համակիրների հետ քայլում է Նոյեմբերյանի փողոցներով։ Մարդիկ նրան են միացել մեծ հավատով, գիտեն, հաղթանակի դեպքում հնչեցրած ոչ մի խոստում օդում չի մնալու։ Քաղաքի բարձունքում 44-օրյա պատերազմում անմահացած հայրենիների հուշակոթողն է։ Գագիկ Ծառուկյանը ծաղիկները խոնարհում մատուցում հարգանքի տուրք նրանց հիշատակին։ Բարք ու պատիվ քեզ։ Կառուցել Ոնը թեթևակի ծնողների վիշտը թեթևացնել, որ կա ուշադրություն կա։ Մեծ հուշախտյուրել եմ կառուցում հողային աշխատանքին դարձել եմ։ Կարևորը գործն ամենայն ապրես։ Դե գնացի։ Տավուշում հաջորդ կանգառը Բերդն է։ Սահմանամերձ քաղաքում ԲՀԿ ղեկավարին ահուհացով երկու պարով են դիմավորում։
Ողջունելով համակիրներին Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում ջերմ ընդունելության համար, ապա ներկայացնում առաջարկ Հայաստանին ժողովրդական ծրագիրը ոլորտ առ ոլորտ։ Հատուկ եկել եմ ձեր հետ խոսելու, ձեր աչքերի մեջ նայելու, ձեր հարցերին պատասխանելու եւ ասելու մեր ծրագրերի մասին։ Մենք սկսել ենք ուսանողից մինչեւ արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, փոքր ու միջին բիզնես, գյուղատնտեսություն, փոշակառու, բոլորը գիտենք խնդիրն ու խնդրեմը եւ ինչ որ մենք ասում ենք, դա հիմնավորված պետք է մարդուն ձեռ մեկնել, ոչ թե մարդուն ճայիչի մեջ կենթեն։ Հնարավորություն պետք է տան, պայման ստեղծեն, որ ժողովրդի դեմքին շփիտ լինի, ժողովրդի երկիր չգնա։ Հանդիպման ընթացքում առաջացած տեխնիկական խոչընդոտները ջերմ մթնոլորտը չփոխեցին։ Անջատեցին ես։ Հնարավոր է։ Լույսերը գնա, Ջորջան, ոչինչ։ Գագիկ Ծառուկյանը կոչ է անում անպայման մասնակցել ընտրություններին, չվախենալ սպառնալիքներից, քվեարկել խղճի ու սրտի մտոք։ Որոշ մարդիկ վախում են, այո կանչում են, գործի թանում են, ամեն իմ հանդիպումից հետո տեղում 3-4 դիմումը գրեք, ասում չգրեք, տեսնեմ ոնց են անում, հետո համապատասխան կվերականգնենք, բայց դա մոտեցում չի, խոսում են ժողովրդավարությունից, ժողովուրդը ոնց ասի, այսօր ղեկավարը ժողովուրդն, այլ է ցավը, դες բան չկա, քո գլխի առաջ, քո երեխայի ապագայի համար գնացեք ձեր ընտրությունը կատարեք ժողովուրդ։ Ինչ որ ասում ենք ժողովուրդ, 10 անգամ ավելի լավ է լինելու։ Կյանքում այսքան կայացած մարդը չի կարող այս ծանրության տակ մտնի, որ չկարողանա դա իրականացնել։ Ժողովուրդը պետք է զգա պետական ծրագրերի արդյունավետություն իր մաշկի վրա։ Դրանք պետք է լինեն հասցեական, նպատակային։ Ձեզ խոսք եմ տալի, հետևողական եմ լինել, որ հասանելիքի երկրի ժողովրդին ճիշտ նպատակին ծառայի, արդյունավետ օգտագործի, արդյունք լինի, որ մարդիկ դա զգան։ Ես այս անկեցությունը, մաքրությունը, տեսնելով գնահատականը, որ շրջաններ գնում եմ, մարդիկ ասելով արել եմ, օգնել եմ, դա իմ հոգու համար, հանգիստելու համար դիմել են ալեմ, բայց այսօր բարեգործությամբ Ժողովուրդ ջան, երկիր չես պահի։ Սահմանամերձ Բերդում անհանգիստ են Ալիևի հռետորաբանությունից ու դրանց ընթացք տվողներից։ Երբ են բրտնելու Ալիևի մարզպետից, բոլոր ժողովուրդին քրքրեց, իրար դեմ հանեց։ Ձերի ժողովուրդ, ձեր այդ խոսում շատ անկեղծ, երբ Ալիևի հաղորդումները նայում եմ, ես շատ վատ եմ զգում։ Առհամարական, ասելով Արևմտյան Ադրբեջան, ոչ որ ցեղեր են եղել, 100 տարի է օրինակ պետություն ունեն։ Մերը հազարավոր տարիների պատմություն, ասենք այդ խոսալը, որ պետք է կան 300,000 մեր գեներալները, նախագահները, այսօր գերի կարգավիճակում, դա մեծ ամոթ է, ես նորից եմ ասում։ Դրա համար հարկավոր է երաշխավորած խաղաղություն։ Ձայնը տվեք, անպայման կտեսնեք ոնց է լինում եւ հիմնական նրա մատավախությունը, որ ամեն ինչ ավելի արագացնում է, որ հանկարծ ոչ մի բան չփոխվի, որտեղ զգալով որ բան փոխվեց,